Ես մի կարևոր բան եմ ուզում ասեմ, սիրելիս, աշխարհի ամենամեծ հաղթանակը Հիսուսի ոտքերի մոտ պարտվելն է։ Այստեղ իմ մոտ գրած է, ինձ նվիրել են այս բրասլետը, վրան հենց էտա գրած։ Դա իմ սիրած խոսքն է, դա ես մի օր որ ստացա, իմ կյանքի համար ստացա երկնքից, որ դրանից մեծ հաղթանակ չկա։ Ես հաղթող եմ, ավելի մեծ ինչ ուզում անեմ, գիտեք, դրանից մեծ հաղթանակ չեմ կարող ունենամ, որտեվ այն օրը որ չոքեցի Հիսուսի առաջ ասեցի ես չեմ, դու ես արդեն հաղթեցի։ Որտեվ հենց չոքեցի իր առաջ, Հիսուս ասեց, ես ու դու ենք, իրար հետ ենք, վեր կաց, հա, փառք Տիրոջը, այսօր քո չոքելու օրն է, կներես, որ սենց եմ արտահայտվում, դու եկել ես այստեղ, այսօր են օրն է, որ պետք է ասես Հիսուս, ես չեմ, դու ես, մինչև հիմա ոնց ապրել եմ կներես, կներ իմ մեղքերը, իմ ստերը, բամբասանքը անիծելը, հայոյելը, մարդկանց նախանձելը եւ այլ այնքան մեղքեր կա, որի համար արժի դու այսօր ասես, Տեր կներես, էլ չեմ անի։ Ուզում եմ դու իմ կյանքում հաղթանակես։ Դրա համար ես խնդրելու եմ մենք իրար աղոթք անենք։ Աստվածաշունչը ասում է, եթե դու սրտումդ Հիսուսին հավատաս, շուրթերովդ իրան Տերու փրկիչ դավանես, կփրկվես։ Այսօր ուզում եմ այդ աղոթքը անես։ Ես ասեմ դու իմ հետ կրկնի, կարճ աղոթք է։ Ես ասեմ ուղղակի իմ հետ կրկնի։ Խնդրելու եմ, եթե պատրաստ ես, փակի աշկերդ ու իմ հետ կրկնի։ Դահլիճը մեզ կօգնի։ Փակի աշկերդ, ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարվում դրանցից։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալի։ Եկ թագավորի իմ կյանքում եւ մկրտի ինձ քո սուրբ հոգով։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք, փառք, փառք մեր Աստծուն։ Փառք Տիրոջը։ Փառք ամենակարող Աստծուն։ Տերը օրհնի քեզ։ Աստվածաշունչն ասում է, եթե մեկը այս աղոթքը անում է երկնքում հրեշտակները ուրախությունից պար են գալի, որտեվ դու հենց նոր սատանային ասեցիր, չէ, էլ չես խափի, իմ Տերը Հիսուսն է։ Հերիքա այդ անքուն գիշերները, հետիքա դառնությունը, սառնությունը, անհասկանալին վիրավորականը հերիքա, իմ Տերը Հիսուսն է։ Հիսուսն էլ այսօր դու իրան ընդունեցիր, ինքն ասում է, դե կտեսնես ոնց է լինում կյանքը, այս կյանք չէր, որ դու ապրում էիր։ Կյանքը իմ հետ է, որովհետև կյանքը իր մեջ է, որովհետև ինքն է կյանքը, իրանից դուրս կյանք չկա սիրելիս։ Աստված օրհնի քեզ, բարով ես եկել եկեղեցի։ Ամեն շաբաթ ու կիրակի, շաբաթ 6-ին, կիրակի 12-ին մենք ստեղ հավաքվում ենք, այնպես որ խնդրում եմ քեզ, ամեն ինչ արա, որ դու ներկա գտնվես, հա։ Տերը օրհնի քեզ։ Մի բան էլ կա, ուզում եմ հիմա մի հատ աղոթք անեմ քո համար ես, հետո մենք ուրիշ բան ենք անելու։ Ես խնդրելու եմ, եթե դու ինչ որ հիվանդություն ունես, ինչ որ խնդիր ունես, մի տեղը տար ծակում, մի հատ ինչ որ հարց ունես, ես խնդրելու եմ, ձեռքը դնես այդ տեղի վրա, մենք աղոթենք քո համար։ Ձեռքը դիր այդ տեղի վրա, որտեղ որ ցավում է։ Եթե չես կարա ձեռքը դնես այդտեղ, դիր գլխիդ։ Դիր գլխիդ, որ Աստված տեսնի, որ դու քայլ ես անում։ Ձեռքը դիր գլխիդ, դալիճ մենք աղոթելու ենք իրանց համար, քո համար չենք աղոթում։ Մենք հիմա իրանց համար ենք աղոթում։ Ես խնդրելու եմ ձեռքդ պարզես, աղոթենք իրանց համար։ Երկնային արքա մենք քո առաջ ենք բերում մեր քույր եղբայրներին ու խնդրում ենք քո միջամտությունը իրանց կյանքին Տեր։ Հիսուսի զորավոր անունով մենք քանդում ենք ամեն անեծք, թուղթուգիր, ամեն սխալ խոսք, քրչակում, ամեն վատ բան, ամեն մեկի կյանքից։ Հիսուսի զորավոր անունով ուրճակում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունը, ազատությունը ու խաղաղությունը ամեն մեկի կյանքում։ Հիսուսի զորավոր անունով բժշկված, օրհնված, խաղաղ վերականգնված Աստծով լցված մարդիկ երկնայինդ են քրչակում Տեր, ցույց տու քո փառքը Տեր, քանդի կապանքները լցրու զորությունով ու առաջնորդի քո ներկայության մեջ։ Հիսուսի զորավոր անունով օրհնում ենք ձեզ ու ասում ենք եղեք ազատ ամեն կախարդությունից, եղեք ազատ ամեն կապանքից ու թող Տիրոջ փառքը գրկի ձեզ ու առաջնորդի ձեր կյանքի ամեն օրը։ Հիսուսի զորավոր անունով Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը սիրելիներս, Աստված օրհնի քեզ։
Փառք Աստծուն։ Սիրելիս, դու եկար, դու ընդունեցիր, դու հավատացիր Հիսուսին, դու աղոթեցիր Հիսուսին։ Իսկ գիտես ինչա դա նշանակում։ Դա նշանակում է սա Աստծո տունն է, այս տունը արդեն քոնն է։ Էսի քո տունն է։ Էսի համել քո տունն է, ոնց որ իրանց տունն է, ոնց որ իմ տունն է, որովհետև 30 տարի առաջ ես եմ քո տեղը կանգնած եղել։ Սա մեր բոլորի տունն է, ու քո հետևում գիտես ովքեր են։ Քո քույր եղբայրներն են արդեն, քո նոր ընտանիքն է, սիրելիս։ Բարի գալուստ Աստծո տուն։ Տեր օրհնի քեզ, փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Ես մի լավ նորություն ունեմ քո համար։ Մի լավ նորություն ունեմ քո համար։ Հենց քո համար է այս նորությունը։ Գիտես ինչ է ասում Հիսուսը։ Ես չեմ հորինել, Հիսուսն է ասել։ Ասես գնացեք բոլորին իմ մասին խոսացեք, ով որ հավատաց, Մարկոսի ավետարանում է գրած, կարդամ այդտեղ ասում, նրանց էլ որ հավատացին, այս նշանները կհետևեն։ Իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն, օձեր վեր կառնեն եւ մի մահատեղ կխմեն, նրանց վնաս չի լինի։ Շարունակությունը, ով որ հավատաց, հիվանդների վրա ձեռք կդնեն եւ նրանք կառողջանան։ Ով որ հավատաց, այսօրվանից դու այն մարդն ես, ով ձեռը դնի հիվանդի վրա, ասա Հիսուսի անունով եղի բժշկված։ Հիմա որպեսի դու արդեն նոր ես ապաշխարել, արդեն պիտի մտնես ծառայության մեջ Տիրոջը։ Ես խնդրելու եմ հիմա մի բան անես, խնդրելու եմ ուղղակի շուռ գաս նայես դահլիճին, մի հատ շուռ արի նայ այնտեղ։ Դու հիմա գիտես ինչ ես անելու, սիրելիս։ Այսօր քո առաջի ծառայությունն է։ Ես խնդրելու եմ, մի րոպե, սպասեք, ձեր համար հիմա իրան գործ են անելու, սպասեք։ Ես խնդրելու եմ հիմա դահլիճ ջան, ով ինչ հիվանդություն ունի, ձեռը դիր հիվանդության վրա, իրանք ես ու իրանք իրար հետ աղոթելու են քո համար։ Հա, ասում է ով որ հավատա, ձեռքերը կդնի հիվանդների վրա, իրանք կբժշկվեն։ Ես խնդրելու եմ սիրելիներս, ովքեր այսօր առաջի անգամ են, ձեռքը տայսենց պարզի դահլիճի կողմը, մենք հիմա իրանց համար աղոթ կանենք։ Հիմա դու ես իրանց օրհնելու ու աղոթելու։ Ձեռքը դիր հիվանդ տեղիդ վրա մենք աղոթում ենք։ Երկնային Տեր, այս մարդիկ քեզ հավատացին այսօր, դու էլ ասել ես, որ հիվանդների վրա ձեռք կդնեն, իրանք կառողջանան։ Իրանք հիմա ձեռքերը պարզել են։ Քո ժողովրդին Տեր, խնդրում եմ հիմա, քո զորությունը իջացնես, քո ժողովրդի վրա բժշկությունդ, ազատությունդ, խաղաղությունդ, օրհնությունդ լցնես ամեն մեկի կյանքի վրա։ Հիսուսի զորավոր անունով մենք հռչակում ենք երկնայինը ձեր կյանքերում, բժշկված, ազատ, օրհնված մարդիկ, Հիսուսի զորավոր անունով Տեր, օրհնի ամեն մեկին, օրհնի համացանցով բոլոր նայողներին, օրհնի ամեն ծառայողի, որ հիմա ինչ որտեղ նստած է իր ծառայությունն անում։ Թող քո բժշկությունը, խաղաղությունը, ազատությունը, օրհնությունը իջնի իրանց կյանքերի վրա։ Հիսուսի զորավոր անունով օրհնում ենք ու ասում ենք՝ եղեք ազատ, եղեք բժշկված։ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Սիրելիս, փառք Աստծուն։ Դու չես էլ պատկերացնում հիմա ինչ արեցիր։ Ես գիտեմ հիմա լիքը տեղերից էլի կսկսեն ասել, այս մեր գորը լրիվ տարօրինակ է, այս ինչեր է անում։ Ես ոչ մի բան չեմ անում, սիրելիս, Աստծո խոսքն ասում, դու նոր Աստծո խոսք արեցիր։ Դու հենց նոր արեցիր այն ինչ որ Հիսուսն ասում, ով ինձ հավատաց կաղոթի հիվանդների համար։ Այսօր դու միանգամից մտար ծառայության։ Էդի ամեն մեկից ծառայությունն է, որ գնաս տուն, մամա տա, քուրը տա, աղբերը տա, հարևանը տա, կինը տա, եթե մի խնդիր ունի, ձեռը դիր ասա Հիսուսի անունով եղի բժշկված։ Դու չես բժշկողը, ինքն է բժշկողը, բայց դու այդ իշխանությունը արդեն ունես։ Եթե հավատացիր Հիսուսին, դու այդ իշխանությունը արդեն ունես։ Ամեն։ Տերը օրհնի քեզ, էլի եմ ասում բարով ես եկել։ Բարով ես եկել, եկել ես մի հատ ժողովրդական խոսք ասում, գալը տնի, գնալը չլնի։ Եկել ես մնա Տիրոջ արքայության մեջ, լավ։ Մնա Տիրոջ ներկայության մեջ, լավ։ Աստված օրհնի քեզ, ամեն շաբաթ քեզ սպասում ենք, ամեն շաբաթ։